օրակարգը հաստատվեց, սկսում ենք հարց համար առաջինից, տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է, հիմնական զեկուցող եւ օրենքի հեղինակ Թագուհի Ղազարյան, հարակից զեկուցող, երկու հարակից զեկուցողներ, մեկը հանձնաժողովից, մեկը նախարարությունից կլինեն, հիմա հերթը ձերն է, Տիկին Ղազարյան, համեցեք։ Շնորհակալություն պարոն Գաբրիելյան, ես եւ դուք, այսինքն համահեղինակներ, առաջարկում եք տեսալսողական մեդիայի մասին օրենքում 395-րդ հոդված օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ կերպ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել 2-ից, այս պահին գործողում այս 2 բառի փոխարեն 3-ն է, մենք առաջարկում ենք ավելի մեծ ճկունություն տալ կառավարությանը եւ հանրային հեռարձակողի խորհրդին, այսինքն 2-ից ավելի կարող է լինել, բայց 2-ից պակաս չի կարող լինել, սա է առաջարկը օրենքի, խնդրում եմ կողմ քվեարկել կամ եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալ ենք Ղազարյան, հարցեր Տիկին Ղազարյան, ունեք համեցեք Տիկին Գալստյան։ Տիկին Տիկին Ղազարյան, անկեղծ ասած ես ձեզանից հիմնավորումներ էի սպասում, բայց դուք ընդհանրապես ներկայացրեցիք ուրեմն 22-րդ հոդվածում, տեսալսողական մեդիայի մասին 22-րդ հոդվածի երկրորդ մասում փոփոխությունը, ընդ որում այդ փոփոխությունը ամբողջությամբ չներկայացրեցիք, որովհետև այնտեղ նոր խմբագրմամբ դուրս է ճկունությունը, դուք միայն մեկնաբանեցիք, որ ավելի մեծ ճկունությունն է ձեր հիմնավորումը, այնտեղից դուրս է մնացել կրթամշակութային հաղորդումներ, որովհետև իրական այսինքն գործող օրենքում 22-րդ հոդվածը ունի շարունակություն։ Այդ շարունակության մեջ մեկ համադասական, կարտոստի նախադասությունը կամ ընդհանրացակ նախադասությունը խոսում է նաև որոնցից մեկը պիտի լինի կրթական մշակութային ուղղվածության ստորադասականներ չեմ հիշում նախադասությունը ձեռքից տակ այս պահին կարող եմ գտնել ասածից բովանդակությունը դրանից չի փոխվում, որովհետև ըստ էության դուրս են մնացել կրթական մշակութային հաղորդումների ուրեմն մասին օրենսդրական պահանջը։ Երկրորդը ես պիտի ուզենայի այս պահին ձեզանից եւ նախագծի համահեղինակ պարոն Գաբրիելյանից շատ ավելի լուրջ հիմնավորումներ լսել, եւ ես կարծում եմ ոչ միայն ես ցանկություն ունեմ լսելու հիմնավորումները, այլև մեր հանրությունը, որովհետեւ այն հիմնավորումը, որը կցված է այս նախաձեռնությանը, բաղկացած է ընդամենը երկու կետից, առաջինով դուք անդրադարձել եք ընթացիկ իրավիճակին եւ երկրորդը ակնկալվող արդյունքներին։ Մենք որպես խորհրդարանական փորձառություն ունեցող այսպես պատգամավորներ գոնե մեր փորձը ասում էր, որ հիմնավորումները գոնե պիտի 5 մասից բաղկացած լինեին, այնտեղ նշված լիներ, թե այս նախաձեռնության ակունքներում ինչ հանրային պատվեր կա, ովքեր են աշխատել այս նախաձեռնության վրա եւ հանրային պատվերը որն է, երկրորդը թե այս ուրեմն նախաձեռնությունը ռազմավարական ինչ փաստաթղթի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրված որ քաղաքականություն է սպասարկում։ Ես կուզենայի, որ այստեղ այս հիմնավորումներում իհարկե դուք հիմա միայն մեծ ճկունության մասին ասացիք 3-ը 2-ի փոխարինելու ճկունությունը իհարկե դժվարություն ունեմ նվազագույնը 2-ը դժվարանում է այդտեղ ճկունություն տեսնել։ Այս ակնհայտ երևում է եւ դուք էլ չեք թաքցրել իդեպ հանրային հեռուստաընկերությամբ հայտարարելով, որ ձեր թիրախում առանց հետևեթանքների, ես նույնիսկ ձեր բառն եմ հիշում, դուք ասացիք, որ առանց հետևեթանքների ուզում եմ հրապարակային ասել, որ սա հենց ուղղված է շողակաթ հեռուստաընկերությանը։ Եվ հիմա ես ուզում եմ, որ բացի այս ընդհանուր դիտողություններից, ընդհանրապես որ այս երկու բարբերությամբ, բացի ձեր սուբյեկտիվ գնահատողական դիտարկումներից, հիմա ես բարձրաձայնեմ թե դրանք որոնք են, պատճառում է որակական խնդիրներ, մասնավորապես ռեսուրսների դժվարին բաշխվածություն, բովանդակությունը առաջացնում է տարբեր հեռարձակողների ծրագրերում կրկնվող բովանդակություն, ցածր դիտարկվածություն, միգուցե դիտողականություն, կառավարման ծանրություն։ Հետո դուք նշել եք, որ հաշվի եք առել եվրոպական փորձը, ես կուզենայի, որ նաև մեր հանրությունը իմանար, թե եվրոպական ինչ փորձ է ընկած ուրեմն այս նախաձեռնության հիմքում, եւ նույնքան, որովհետեւ որևէ ուսումնասիրություն, որևէ
որևէ վերլուծություն, ինստիտուցիոնալ խորքային վերլուծություն բացառվում է, բացարձակապես այստեղ ներգրաված չէ եւ նաեւ չի կարող մի բան, որը խորապես ուսումնասիրված չէ կամ հանգամանալիորեն ուսումնասիրված չէ եւ ես որքան կարողանում եմ հասկանալ սա դեր հեղինակների, նախագծի հեղինակների սուբյեկտիվ դիտարկումների արդյունքներ, միգուցե եւ ձեր քաղաքական ողջ խմբի, այնտեղ որևէ հիմնավորում, հաստարկված տվյալներ այստեղ չկան։ Եվ դուք ակնկալում եք այսպիսի արդյունքներ, կապահովի բյուջետային միջոցների ավելի նպատակային եւ արդյունավետ օգտագործումը, ես շատ կուզենայի իմանալ, թե անարդյունավետ օգտագործման ինչ փաստեր ունենք, հանրային հեռարձակման ֆինանսական կայունությունը, արդյոք այս հանրային հեռարձակողը ֆինանսական անկայունության է բախվել, թե ոչ, որտեղից այս եզրակացությունը, տեխնիկական մարդկային ռեսուրսների գոտկացում, իդեպ այս գոտկացում բառը փորձեցին նաեւ Առնվազն տեղ վերի պակկա, ես նորից կնայեմ հայը, կխմբագրենք։ Շատ լավ, ամեն դեպքում փորձեցի բոլոր բացատրական բառարաններում հայերենի հասկանալ, թե ռեսուրսների գոտկացումը ինչը, այդպես էլ չհասկացա, նույնը վերաբերում էր ցածր դիտարկվածությանը, դիտարկվածություն միգուցե նկատի եք ունեցել դիտողականությունը, չգիտեմ ինչ եք նկատի ունեցել, հետո դուք խոսում եք այդտեղ կառուցվածքային օպտիմալացման որոշումների ընդունման գործընթացի, ուրեմն որ առաջընթացիկության մասին երկու հանրային հեռարձակողների գործունեության ապահովում։ Այսինքն դուք այստեղ հստակ արդեն արդյունքների մեջ, ակնկալվող արդյունքների մեջ հստակ կանխորոշում ունեք, որ պիտի լինի երկու հանրային հեռարձակող։ Քիչ առաջ խոսում եք ճկունության մասին։ Եվ հանրային հեռարձակողների առաքելությունը ավելի լիարժեք իրականացում, եւ նաեւ այստեղ ունենք հանրային հեռարձակման այս համակարգի արդյունավետության մեջ խոսք է գնում նաև կառավարմանը։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք դուք կամ այս նախաձեռնության հեղինակները որոշակի այսպես վերաբերմունք ունեք հանրային հեռարձակողի խորհրդի կամ ՀՌՀ-ի նկատմամբ, որովհետև այդպեսի եզրակացության կարող եմ գալ։ Ուրեմն առաջին հարց, ամփոփում եմ, ինչ հիմքեր եւ ուսումնասիրություններ ունեք պնդելու, որ երրորդ ալիքի գոյությունը պատճառում է որակական խնդիրներ, կրկնվող բովանդակություն, ցածր դիտողականություն եւ անարդյունավետություն։ Երկրորդ հարցը, որոնք են հստակ տարանջատված գործառույթներով երկու հանրային հեռարձակողների ապահովումը, որ հիմնավորման մեջ առանձնացրել եք, եւ տարանջատված գործողությունները կամ գործառույթները որոնք են լինելու, ակնկալվող արդյունքներում այս հանրային հեռարձակողի խորհրդի եւ գործադիր տնօրենների արդյունավետ աշխատանք, արդյոք ձեր կողմից արձանագրված է անարդյունավետ, այս երկու մարմինների անարդյունավետ գործունեության մասին արձանագրումներ ունեք, եւ արդյոք կա ֆինանսական որևէ հաշվարկ այս նախաձեռնության տակ, թե մինչեւ հիմա այս երրորդ հանրային կամ հանրությանը որպես շողակաթ հայտնի հեռուստա ալիքը, հանրային ալիքը, ֆինանսական ինչ միջոցներ է այդտեղ ծախսվում եւ այդ միջոցների չափաբաժինը որքանն է այսպես մեր բյուջեի հաշվին, որքան մայրաթոռի կամ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կողմից ֆինանսավորվող եւ հանրային այդ հեռուստաընկերության տվյալ ալիքի հեռարձակված հաղորդումների ծավալները, որովհետեւ դուք այստեղ շատ պատասխանատու ամրագրումներ եք արել առանց նշելու, թե հաղորդումների ինչ ծավալներ ունեն եւ արդյոք ձեր նախատեսած բարելավումը ինչին է ուղղված լինելու։ Շնորհակալություն, ես փորձեցի առանձնացնել ինչ հարցեր հնչեցին մի քանի րոպեների ընթացքում, կրթամշակութային հաղորդումները որտեղ են գնալու, այսպես ասած, ինչպես են վերաբաշխվելու հարցը լսեցի կամ գուցե վերաձևակերպում եմ, նշել եմ այս կետը, մենք նախորդ տարի ստեղծել ենք Հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամը, որը բաշխելու է այս հաղորդումները տարբեր հեռուստաալիքների միջև ֆինանսավորելու է դրանք եւ ինձ թվում է դուք նույնպես պետք է որպես վերահսկող, որպես խորհրդարանական պետք է ուշադրություն դարձնեք այն բանի վրա, որ հիմա երկու տողով է կառավարությունը մեզնից այս նախաձեռնությունների համար գումար ուզում կամ ռեսուրսներ ուզում, երբ որ գալիս են բյուջետային քննարկման, չնայած նման
բան կարող էր պատահել, եթե իհարկե բյուջետային քննարկումներին մեդիայի հետ կապված, հանրայինի հետ կապված ներկա լինեիք, հույս ունեմ առաջիկայում ներկա կլինեք։ Ես միշտ եղել եմ դիտարկումներ մի արել, Տիկին Գալստյան վերջին բյուջեի վերջին քննարկմանը, երբ որ այստեղ էին հանրային հեռարձակողների խորհուրդը, վերջին անգամ չգիտեմ երբ է եղել, հանրային հեռարձակողների խորհուրդը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւ հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյան, որի մասին դուք ժամանակ առ ժամանակ դուք նկատի չունեմ անձամբ դուք խորհրդարանականներ ժամանակ առ ժամանակ հիշատակում եք, այնտեղ մենակ ես էի, մեկ է պարոն Բաբայան, ոնց որ մի քանի րոպեով այնտեղ եւ այն հարցերը, որոնք դուք հնչեցնում եք, ես այդ տեսանյութը կուղարկեմ դες կնայեք, եւ այն հարցերը, որոնք դուք ամբողջ տարվա ընթացքում ուղղում եք պարոն Մովսիսյան, ես էի ստիպված ուղղել, չնայած ես ինքս այդ հարցերը չունեի։ Ինչ վերաբերում է որտեղ են կրթամշակութային հաղորդումները բաշխվելու բոլոր հեռուստաալիքներով եւ դա լինելու է մրցույթով, այսինքն իրենք դիմելու են եւ Ստեփանի վերաբաշխելու է եւ ես կարծում եմ արժի է հարցը տալ, թե ինչի օրինակ կարող է 25 տողով կան մեզնից մշակութային մեդիայի համար բան ուզեն, փող ուզեն, մենք պետքա տանք, այսինքն չպիտի մի քիչ մտածենք դրա մասին, թե ինչա ինքը 5 տեղ նույն ֆունկցիան կատարում կառավարությունը։ Ովքեր են աշխատել նախաձեռնության վրա, ես ու պարոն Գաբրիելյանը, ինչ հանրային պատվեր կա, հանրային պատվերը վաղուց հնչեցված է Տիկին Գալստյան, ես վստահ եմ դուք ծանոթ եք թե այն դիտարկումներին հրապարակային եւ թե եթե չեմ սխալվում նույնիսկ միջազգային զեկույցներում արձանագրված, որ այստեղ խնդիր կա, նաեւ հենց կոնկրետ շողակաթի վերաբերյալ, չնայած նախագծում դա չի գրված, գիտեք կամ չգիտեք, տեղեկացնեմ, որ դեռևս 2018 թվականին կամ 19-ի սկզբին մենք 18-ի վերջին, եթե չեմ սխալվում, ընտրվելուց հետո առաջին նախորդ գումարման խորհրդարանում մենք հասարակական կազմակերպություններից ստացել ենք այս խնդիրների մասին վերհանումը, այսինքն որպես խնդիր նույնականացված Հայաստանի բարեփոխման ռազմավարության մեջ, որի մասնակից են եղել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ասել են, որ այստեղ խնդիր են տեսնում եւ մենք ժամանակ առ ժամանակ փակ քննարկումներում, իսկ ավելի ուշ նաեւ բաց քննարկումներում ենք սա բարձրաձայնել, որովհետեւ տասնամյակներ շարունակ առանց մրցույթի գումար տրամադրելը համարում ենք անարդյունավետ։ Դա դրական չի ազդում ոչ բովանդակության, ոչ որակի վրա։ Եթե ես համաձայն կլինեի, եթե հանրային հեռարձակողի խորհուրդը մեր բազմաթիվ հորդորներին արձագանքեր նախորդ 3 տարիների եւ մրցույթով անցկացնել, նույնիսկ եթե 5 տարվա համար կլիներ այդ մրցույթը, այսինքն 5 տարվա համար մեկի հետ պայմանագիր կնքեր, 5 տարի հետո նորից մրցույթ անցկացներ եւ միգուցե ավելի լավ մշակութային բովանդակություն առաջարկողներ կլինեն եւ միգուցե գործողը ավելի լավ մշակութային բովանդակություն կառաջարկեր եւ հիմա ինքը ժամանակ առ ժամանակ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ այս գործողը գտնվում է դիտումների սանդղակում 12-ից 14-րդ տեղում է տատանվում, այսինքն ջանք չի գործադրում ավելի շատ լսարան ներգրավելու, ավելի այլ տիպի կոնտենտ ներգրավելու համար եւ ես կարծում եմ մրցակցություն դրան միայն կարող էր օգնել, իսկ հիմա քանի որ կա այլ տարբերակ մրցակցային դարձնելու մշակութային բովանդակությունը, մենք կարծում ենք, որ դա ավելի արդյունավետ է, եթե դուք կարծում եք, որ անարդյունավետ է, ուրեմն այն մյուսի միջոցները պետքա կրճատենք։ Դուք բան արեցիք, մեղադրեցիք ինձ, որ չեմ թաքցրել իմ մտադրությունը, որ ես կցանկանայի, որ այս նախագծի տակ իմաստը հասկանային կառավարությունը եւ հանրային հեռարձակողների խորհուրդը շողակաթ է եւ զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ ես չեմ թաքցնում իմ մտադրությունները, շատ տարօրինակ է, ես գիտեի, տենց է ճիշտը։ Միջազգային փորձի հետ կապված ես աղյուսակով կներկայացնեմ լիագումար նիստերի դահլիճում եվրոպական հեռարձակողներից երկրներից շատերը ունեն 1 կամ 2 հանրային հեռարձակող 3-4 հանրային 3 հանրային հեռարձակող ունեցող երկրներ քիչ են, նույնիսկ կան 0
հանրային հեռարձակողներ ունեցողներ հաշվի առնելով ընթացիկ մեդիա դինամիկաները, հասանելիությունը կոնտենտին գնալով փոքրանում են, անարդյունավետությունը արդեն ասացի, որ ես կարծում եմ, որ հանրային միջոցները անարդյունավետ են ծախսում, երբ որ մրցակցություն չկա դրա շուրջ, երբ ասում եք, որ արդյունքների մեջ մենք գրել ենք, որ երկուսը կլինի եւ դա օպտիմալ է, այո, առնվազն երկուսը ունենալը մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծում է։ Դուք ասում եք, որ մենք կանխորոշում ենք, որ կլինի երկուսը։ Մենք կանխորոշում ենք, որ չի կարող պակաս լինել երկուսից եւ դա այդտեղ ձեր կարդացած նախադասության մեջ դուք ասում եք որ կլինի երկու հանրային հեռարձակող, այս կանխորոշվածությունը այն մասն է որ չի կարող կրճատել հանրային հեռարձակող խորհուրդը երկուսից ներքև եւ չի կարող վնասել այդպիսով հանրային հեռարձակմանը, գումարային միջոցներ վերջին տարիներին եղել են 200-260 միլիոն, չգիտեմ որքանն է տրամադրել պետբյուջեից, որքանն է տրամադրվել, որքանը Հայաստանի ծառայական Սուրբ Եկեղեցու դրամական միջոցներից եւ դա կարծում եմ այս պահին այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ եթե բարձր օրինակ 90%-ը իրենք են տրամադրել եկեղեցու դրամական միջոցներից, դա նշանակում է, որ առաջիկա, այսինքն մեծ հաշվով բան չի փոխվում եւ առաջիկայում իրենք կարող են մասնակցել մրցույթով այդ սլոթին եւ վերականգնել իրենց հեռարձակման հնարավորությունը, ես չեմ կարծում, որ ամբողջ հանրությունը պետքա դրա համար վճարի։ Ես դա համարում եմ անարդյունավետ ծախս եւ եթե չեմ սխալվում, մեկ էլ բանի բովանդակության բազմազանությանը ասեցիք, որ անդրադառնամ, որքան ինչ բնույթի բովանդակություն կա, եթե չեմ սխալվում, օրեր առաջ հրապարակել է շողակաթը իր բովանդակության բազմազանությունը, նշելով տոկոսներով, բայց ես արժանահավատ չհամարեցի այդ տեղեկությունը հաշվի առնելով, որ այնտեղ նշված չէր, թե քանի տոկոս քաղաքական բովանդակություն է հեռարձակում շողակաթը, մինչդեռ այդպիսին նա հեռարձակում է, հետևաբար պետք է գուցե բան անել, էլի նոր մեթոդով հաշվարկել այդ տոկոսները, շնորհակալություն։ Գանք եթե ունեք։ Տիկին